հույս են կապում եւ սպասում են։ Եվ ասեմ, որ քարիցել լինես, չես կարող դիմանալ մտածելով, որ իրոք մարդկանց անջորությունից, անդունդի եզրին կանգնած, պրոբլեմն ու խնդրի առաջ, այսօր արդեն կապ չունի, սահմանամերձ գյուղում է, թե գյուղում է, թե ասեն քաղաքում է, բոլորն էլ պրոբլեմներ, խնդիրներ ունեն։ Ու այսօր նրանց հույսն ու հավատը պրոբլեմներ ու խնդիրների լուծումն է պետք։ Այսօր ես հիմա չեմ ուզում անդրադառնամ նորից մեր ծրագրերին, այլ ես այսօր ուզում եմ մի քանի կետի մասին խոսել։ Եվ ամենակարևորը ձեզ ուզում եմ ասել, որ դուք բոլորը տեսաք մեր գործընկերները Եվրոպայի խորհրդանից եկան տարբեր երկրների իշխող կուսակցությունների ներկայացուցիչները, որը ծանոթացան համապատասխան մեր ծրագրի հետ, հանդիպեցին ժողովրդի հետ, լսեցին եւ իրոք շատ հիացած ողջունեցին ինձ, իմ թիմին, այդ ծրագրի համար, այդ մարդասիրական, հայրենասիրական եւ տեսնելով ժողովրդի անվերապահ վստահությունը մեր հանդեպ, որ նրանք շատ հիացած գնացին եւ իրոք իրենց հայտարարությունն էլ դուք տեսաք, որ ասեցին մենք ձեր հետ ենք, ձեր կողքին ենք, ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու օգնելու։ Ես կարող եմ ձեզ մի լուր ասել, որ իրոք ես փշակավել եմ։ Տեսնելով իմ գործընկերները, այսինքն այս վերապահ վստահությունը ժողովրդի եւ այս ծանոթության տակ մտել ենք եւ տեսնելով, որ մենք հաղթելու ենք, ուրիշ ճանապարհ չկա, ժողովրդի վերապահ հավատում եւ վստահում է եւ իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգարելով, դե բարձ է, ես միշտ ասել եմ, որ առաջերտին 15 կետերը պետք է կատարենք, 15 կետերից հետո պետք է ներդրումներ անենք, համապատասխան ըստ ոլորտի, ըստ մարզերի, որ մարդիկ լիարժեք իմանան, ինչն ներդրում է լինելու տարբեր ոլորտներում համապատասխան, որ մարդիկ կարողանան զբաղմունք ունենան, աշխատանք ունենան։ Եվ իմ գործընկերները ես ասեմ, ես դեռ չեմ դիմել իրենց անհրաժեշտության դեպքում, այլ իրենք ասելով, որ մենք պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 միլիարդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում։ Ես այս արտադրությամբ ասեմ, ես իրոք փշակաղվել եմ, դա գալիս է մարդու ապրածից, պահվածքից, վստահությունից, հավատքից, ոչ չեմ դիմել, որ դիմեմ իհարկե շատ ու շատ ընկերներն եմ աշխարհով մեկ, բայց դա գալիս է իմ պահվածքից, իմ հզորությունից, իմ հարգանքից, իմ ճիշտ պահվածքից, դեռ ես չեմ ասել, մարդիկ ասելով ասում են մարդը փշակաղվում է, որ 15 միլիարդ հատ պատրաստ են անմիջապես գալու մեր հաղթելու դեպքում, կան ներկանան, որ ասեն մենք պատրաստ ենք դնելու, հավատում ենք, վստահում ենք այս ճիշտ ծրագիրը հանու երկրի, հանու ժողովրդի իրականացնելու համար, որը ես ուրեմն ճիշտ եմ ապրել, Աստծուկամոտ, որ եկավ այդ ժամանակը, հաղթանակի ժամանակը, ուրեմն իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկանան, կասեն, որտեղ գիտեն մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, աշխատող ժողովուրդ է, հյուրասեր ժողովուրդ է։ Իհարկե այդ բոլորի ներկայացուցիչը պարոն Ծառուկյանն է, իր պահվածքով, իր հարգանքով, որը դա այդ վստահություն հավատքը առանց ասելու կա։ Իրոք ես գոհ եմ, որ ճիշտ եմ ապրել, որ իմ երկրի պատիվը, իմ ժողովրդի պատիվը աշխարհով մեկ ճիշտ է պահել, բարձր պահել, ձեր ցավը տանեմ։ Հիմա ես ուզում եմ այդ կետերի մասին ասելու, որ առաջինը ամբողջ քարոզարշավի ժամանակ համապատասխան մենք մասնակցությունը ունեցել ենք, ժողովրդին ներկայացրել ենք ծրագիրը, 15 կետերը, լսելով իրենց եւ այդ հարցերին պատասխանել, ասում եմ, չի եղել որևիցե մի բան, որ ես սուտ ասեմ, անկեղծ չլինեմ, ինչ որ պատկերացրել եմ, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ կարող ենք անել, միայն դրանք եմ ասել, ավելորդ բառ չեմ ասել, չեմ ստել իմ ժողովրդին, այլ ինչ որ կարող ենք անել, եւ նույնն էլ իմ թիմակիցները, որ մեր ժողովրդի համար արդարացի են եղել, ճիշտ են եղել, առանց որցի ազնական շահի նպատակ ունենալու համար։ Երկրորդը, համապատասխան մեր հանդիպումների ժամանակ իրոք ես իմ թիմին տեղյակ եմ պահել, որ որևէ մեկը չփորձի, որևէ մրցակից քաղաքական ուժի վիրավորելու, ցեղ շպրտելու, այլ հանդիպենք ժողովրդի հետ, լսենք իրենց եւ իրենց խնդիրների մասին, լուծումների մասին, մեր անելիքների մասին տեղյակ պահենք։ Մեր մրցակիցների մասին չասենք, ամեն մեկը թող իր գործը ներկայացնի, բայց ցեղ շպրտել չի կարելի, որը դա մինչև է դա մենք պահ եւ պահպանել ենք։
ուժեղ մարդը այդպես պետք է լինի, ցանկացած մարդ հանդիպան ժամանակ ինքը պետք է իրեն ներկայացնի, իր ծրագիրը, իր անելիքները, իր գործը։ Երրորդը, համապատասխան բոլոր տեղերը շրջելով, ժողովրդի հետ հանդիպելով, լսելով իրենց, իրոք բոլորի խնդիրը մեկն է։ Բոլորի խնդիրը, այդ խնդիրներն ու պրոբլեմները չոքել իրենց դրան դեմը, իրոք էլ ճար չունեն, միայն իրենց խնդրանքը, իրենց ցանկությունն ու մոտեցումը այդ պրոբլեմներին լուծում են պահանջում, ուրիշ բան չեն ուզում, այդտեղ չկա հանդունի եզրին են, իրենց հիմնական խնդիրը, հարցը, որ այդտեղ չկա, մենք ուզում ենք այդ պրոբլեմներն ու խնդիրները լուծում ունենան, հույսով հավատով սպասում են, որ մի լավ լուր լսեն, որը դա մենք բոլորս էլ տեսել ենք, զգացել ենք ու մենք իրենց բոլորին ասել ենք, որ սիրելի ժողովուրդ ջան, անպայման մենք պատրաստ ենք դա անելու, սիրելի ժողովուրդ ջան, այսօր ես նորից եմ ուզում ասել, մարդը եթե կայացած մարդ է, ունևոր մարդ է, հարգանք ունեցող ամեն ինչ ունի, նա միտք ու մտածմունքը այսօր այդ ամենաթանկ բանը, ժողովրդի վստահությունը, հավատքը, այդ լույսի ճանապարհը բացելն է, օրինակի խոսք ստանալն է, հետևողական պետք է լինի։ Ես նորից եմ ասում, ցանկացած ղեկավար իր ժողովրդի հանդեպ պետք է արդարացի լինի, պետք է ժողովրդին սիրի։ Ոնց որ ընտանիքի հայրը չի կարող մի երեխային լավ նայել, մյուսին վատ նայի, այլ համապատասխան դա էլ ժողովուրդը տարբեր ոլորտի մարդիկ են, որը հավասարաչափ, բոլորին հավասարաչափ հնարություն պետք է տրվի։ Սաց թոշակառու, ծառայող, աշխատող, ուսանող, բոլորին արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, հավասարաչափ պետք է քայլ կատարվի, հնարավորություն տրվի, որ մարդիկ ինքնին դրանից հետո կարողանան աշխատեն ապրեն, ցանկացած ոլորտի հետ կապված, կարող են ոլորտները հատ-հատ ասել, որ ոլորտին ինչ է հարկավոր։ Դա մենք տիրապետում ենք, ոչ թե ասենք թորյապես, այլ պրակտիկորեն, շատ բան պետք չի, մարդիկ պատրաստ են աշխատելու, ստեղծելու, չարչարվելու, որ իրենք կարողանան ապրել։ Այնպես որ բոլորի սպասելիքը դա է, ինչ ճիշտ հասկացեք։ Մյուս ասեմ, այսօր հիմնական խնդիրը մենք մեր երկրում թշնամի չունենք, ճիշտ հասկացեք։ Մենք այսօր մրցակից ենք, բայց որոշ մարդիկ համարելով, որ թշնամի ենք, մենք թշնամի չունենք։ Ես կարող եմ ասել, թշնամի չունենք, բայց նախանձողներ շատ ունենք։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ասել, որ այսօր ամենակարևորը մենակ մարդը չի կարող անել։ Մենակ մարդը կարող է կազմակերպել, համապատասխան ճիշտ թիմ ստեղծի։ Մեր ուզածը թշնամանքը չի, մեր ուզածը համակարգ փոխելն է, օրենք փոխելն է, բարեփոխումներ կատարելն է այսօր, համապատասխան պետք է հրավիրենք տարբեր երկրներից, ամենաուժեղ բարեփոխիչներին, ներկայացնել մեր ժողովրդի վիճակը, մեր պետության ունեցվածքը, ինչ կարելի է անել, ես նորից եմ ասում, անհնարին ոչինչ չկա, ցանկացած պրոբլեմ լուծում ունի, հարկավոր է պայմանավորություն, հետևականություն, սրտացավություն, ուշադրություն, արդյունավետին պարգևատրել, վատին հեռացնել, դա մեր սկզբունքն է, մեր ցանկացած կոլեկտիվով, ով մեր հետ աշխատել է, բոլորն էլ գիտեն։ Այո, ծանոթ բարեկամ չկա, հասկանում չկա, ով ուզում է լինի, լավ աշխատել, նա պետք է պարգևատրես, նա պետք է առաջ տանես, վատ աշխատողը հարազատներ լինի, բարեկամներ լինի, պետք է հեռացնես, մեկի պատճառով մի ամբողջ կոլեկտիվ պետք է չտուժի։ Այսօր սիրելի ժողովուրդ, բարձա, մեր երկիրը կարող են շատ լավ դաշնակից երկրներ, բարեկամ երկրներ, բայց ամենակարևորը մեր պետության համար, պետության զարգացումը, պետության հզորացումը, ժողովրդի բարեկեցությունը, դա միայն մենք պետք է անենք։ Մենք